այսօր կխոսենք կանանց բարի անսամբլի վետերաններից ավագ սերնդի պարող Յուրա Հովսեփյանի եւ երիտասարդ սերնդի պարուհի Աննա Սեկոյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերքի համար։ Ինչպես եք սովորաբար դուք սկսում ձեր օրը, ձեր առավոտը, հատկապես այսպես լինելով բարի արվեստի մեջ։ Ես երկու երեխաների մայր եմ, սկսում եմ պատկերացնում եք արդեն ինչպես, այնուհետև անցնում աշխատանքի։ Աշխատել հենց բարի։ Այո, բարի ոլորտում էլ ես աշխատում եմ։ Ինչ տպավորություններով մասնակցեցիք։ Պատասխանատու։ Շատ պատասխանատու էր ելույթ ունենալ նախ վետերանների, ովքեր ապրում էին մեզ հետ եւ ովքեր որ նստած էին հանդիսատեսի շարքում ու ամենակարևորը կարոտ էր։ Կարոտած էինք բոլորս, վաղուց չէինք ապրել։ Սուրեն Գյանջյանի մահից հետո կանանց անսամբլը դե գիտեք որ չի գործում ու սա մեծ առիթ էր։ Աննան ավելի շատ երիտասարդ սերնդի պարողներից է եւ ինչպես ընդգրկվեցիք դուք։ Ես գարուն անսամբլից եմ սկսել, փոքրիկների անսամբլից եմ սկսել, հորաքույրս է ինձ ուղղորդել այնտեղ, ով եղել է կանանց անսամբլում մենապարուհի Ռուզաննա Սեկոյան ու այդպես տարիների ընթացքում մեծանալով երազանքեր շատերի համար կանազում լինել պարուհի կամ պարող, ընդգրկվեցի կանազում ու 10 տարուց ավել էլ ես եմ այնտեղ ապրել արդեն։ Իսկ ձեր մասնագիտական ուղու վրա անսամբլում հայտնվել է ինչ տվեց ձեզ, հետագայում արդեն դուք որպեսզի աշխատում եք։ Առաջինը սեր Սուրեն Գյանջյանը կարողանում էր բոլորին վարակել իր սիրով դեպի բարը։ Շատ։ Ու փաստեց դա նաև այն մարդկանց ներկայությամբ, ովքեր որ չէին զբաղվում բարով։ Փաստ։ Բոլորին վարակ։ Այո, այս վերջի փորձերի ընթացքում գալիս էինք ու զարմանում ենք, թե ինչքան խինդով ու ոգևորվածությամբ ենք մենք հավաքվել մի գաղափարի շուրջ, բարի շուրջ։ Իսկ արդեն մասնագիտական իմ կողմնորոշվելը էլի Սուրեն Գյանջյանի շնորհիվ էր, ով կարողացավ ուսուցանել այնպես, սովորացնել այնպես, որ ես արդեն իմ սաներին եմ նույն կերպ։ Բարը ներարկում էր մեր մեջ։ Ամենահիշարժան պարը, որ բեմադրել եք։ Ինձ համար էլ է բերդը ամենալավագույններից մեկը, հատկապես երկրորդ հատվածը։ Ամենասիրելի։ Հետագայում արդեն ունեցանք նոր բեմադրություններ, կոչեմ ապրողած բեմադրությունը, որը ուղղակի չգիտեմ։ Հանդիսատեսը միշտ հիացական հայացքներով ու հուզմունքով էր հեռանում։ Այդպիսի բառեր։ Ինչ հետաքրքիր փաստեր իմացաք նաև նրա մասին, որ չգիտեիք։ Հասկացանք, թե ոնց է ստեղծվել, ոնց է այդ ամեն ինչը կայացել ու հասել մեզ, իսկ ինձ համար շատ ավելի ուրախալի էր տեսնել Սուրեն Գյանջյանին այն դերում, որտեղ մենք սովորենք տեսնել հանդերձարանում, բեմից դուրս, կուլիսներից այն կողմ, տեսնել թե ոնց է մեզ նախապատրաստում բեմ բարձրանալուն իր յուրահատուկ հումորով ու այդպես կարոտած շատ։ Իսկ ինչ հիմնական հատկություններ է փոխանցել նրանց այդ հուշ երեկոն, թե ֆիլմը, թե նաև այդ բեմադրությունները, որոնք դուք կազմակերպել եք, ձեր կարծիքով, Աննա ջան, եւ երիտասարդ սերնդից սկսենք։ Ես երևի հուշ երեկոյից չասեմ, ես մի փոքր ձեր հարցին անդրադառնամ ու ասեմ, որ Սուրեն Գյանջյանը կարողանում էր այնպես մատուցել պարը, այնպես բացատրել, դյուրամարս էր շատ բոլորի համար։ Ու իր խոսքերն են, որ ասում էր անգամ քարը կարող է ապրել ու այո, իր դասավանդման մեթոդիկայի շնորհիվ կարող էին ապրել նաև չպարողները։ Շատ արագ ընդգրկվում էինք։ Ու ամենակարևորը ուզում եմ ասեմ, որ տղամարդ լինելով կանացի վարժությունները, ձեռքի շարժումները այնպես էր բացատրում, հասկանալի էր ու անմիջապես այդ 4 ձեռքերը դառնում էին պլաստիկ։ Այսպես։ Հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր զրուցում ենք կանանց բարի անսամբլի վետերաններից ավագ սերնդի պարող Յուրա Հովսեփյանի եւ երիտասարդ սերնդի պարուհի Աննա Սեկոյանի հետ։